Տեսեք, Ռուսաստանը օրինակը բերեցիք, ինքը այդ իր բացը ճիշտ է, կարևոր բաց է, բայց փորձում է փոխ լրացնել, այսինքն դա հանքահունքային իր հնարավորություններն են, որ աշխարհում եզակի դերակատարում ունեն, դա իր միջուկային արսենալն է, հնարավորություններ են, բայց Հայաստանին գալով է, որպես այս շատ բարդ տեքստեր չասեք, ես միշտ մի պարզ օրինակ եմ բերում, ասում, եթե Թուրքիայում որոշեն որ Հայաստանի առևտրականներին, Թուրքիա գնացող առևտրականներին մի ամիս ներողություն արտահայտություն տրուսիկ չեն տալու, Հայաստանի ժողովրդի մի հատվածը ուղղակի առանց վարտիք կմնա։ Եթե մենք ժողով նստածներ կան։ Այո, կան։ Եթե մենք այդ կարգի պրիմիտիվ արտադրություններ չունենք, ինչ ինքնիշխանության մասին կարող է խոսք գնալ, որովհետև ինքնիշխանությունը, ինչպես դուք ասեք, ուղղակի բառեր չեն, այսինքն մարդը չի կարող համապարփակ անթեթ է։ Եվ այստեղ տնտեսականը շատ կարևոր է։ Հələ անվտանգությանը մենք կգանք, բայց տնտեսականը շատ կարևոր է, այսինքն ես հիշում եմ, որ փորձագետներ կային հաշվել էին, որ եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը ուղղակի 4 կողմից պարսպապատեն եւ ոչ մի բան ներս ու դուրս չլինի, այդ պետությունը 2 տարի կարող է ինքնաբավ ապրել, այսինքն ոչ սով կլինի, ոչ հիվանդություններ կտարածեն, թեև Հայաստանը ինչ կլինի, եթե մի շաբաթ սահմանները փակվեն։ Ես օրինակ Հայաստանի վիճակում գտնվող մի ռեգիոնալ, այսպես միավոր ասեմ, Իրաքյան Քուրդիստանը 2017 թվականին արեց անկախության հարակվե, որը ընդունված չէր հարևան պետությունների կողմից, սահմանները փակեցին, ընդամենը 2-3 շաբաթ, արդեն սով էր սկսում։ Այդ մարդիկ մեր օրի են, ոչ մի արտադրություն նորմալ չունեն, որ ինքնաբավ լինեն։ Եվ հիմա խոսեն ուղղակի ինքնիշխանությունից, այսինքն այս վիճակով չփոխել տնտեսություն, չփոխել բարեհոգեբանական մթնոլորտ,